զազրելի երևույթների, որոնք գրեթե սովորական են դարձել մեր ամենօրյա կյանքում։ Ինչպես նախորդ անգամ եմ նշել, չեմ ուզում այս մարդկանց և կյանքին և գործին անդրադառնալ, սակայն իրենք են կարծես խնդրում, որպեսզի մենք անդրադառնանք իրենց, բայց դարձյալ հպանցիկ կանցնենք նրանց կողքով, զուտ օրինակը ցույց տալով, թե ինչի մասն է խոսում մեր Տերը, զուտ Սուրբ գրային պատկերը տեսնելով մեր կյանքում առարկայորեն արտահայտված և դարձյալ մեր Տիրոջ պատգամին հարազատ, ինչպես ասացի, չէի ուզում անդրադառնալ, որովհետև մեր Տերն ասում է մի տվեք սրբությունները շներին և մի նետեք նրանք խոզերի առջև, որպեսզի չպատառոտեն, չբզկտեն և որպեսզի ոտնակոխ չդարձնեն, այդուհանդերձ ուզում եմ երկու դեպքի անդրադառնալ, որոնց լայն կերպով այսօր կամ երեկ կամ առաջին օր այս օրերին ընդհանրապես թե մամուլով, թե հրապարակային իմաստով, թե անհատներ անդրադարձել են։ Առաջինը դա մեր ակտիվիստ, գործող, հանրային գործիչ, ինքն իրեն ուղղակիորեն պատասխանատվություն տված և այդ պատասխանատվության ետևից գնացող սկզբունքային մի մարդու մասին Արթուր Չախոյանի, որին մի քանի օր առաջ, երկու օր առաջ դաժան ծեծի ենթարկեցին Նորքի թաղապետարանում նրա վարչական ղեկավարի կողմից իր ամբողջ խուլիգանական խմբակով։ Արթուրը գտնվում է հիվանդանոցում, մենք խոսել ենք իր հետ և նաև կայցելենք, կհանդիպենք և նաև ուզում եմ այս պահին վերստին մեր զորակցությունը հայտնել իրեն, հայտնել մեր քաջալերանքը, շուտափույթ ապաքինում մաղթել և միևնույն ժամանակ դատապարտել այդ զազրելի արարքը։ Սա պարզապես մի փոքր դրվագ է, որ ցույց է տալիս այս խուլիգանախմբի իրական պատկերը ևս մեկ անգամ է ցույց տալիս։ Զարմանալի պիտի չլինի դա մեզ համար, այլ պարզապես այս երևույթը կամ երևույթները պետք է պատճառ լինեն մեր անելիքները օր առաջ իրականացնելու և վերջապես այս քաղցկեղը մեր կյանքից մաքրելու իմաստով։ Եվ տեսեք, ոչ միայն ծեծել են, բռնության են ենթարկել մի քանի հոգիներով, որը դարձյալ եմ ասում, ոչ մի օրենքով, ոչ մի կանոնով ընդունելի չէ, ոչ բնական, ոչ աստվածային, ոչ քաղաքացիական, ոչ փողոցային, ոչ մի ձևով ընդունելի չէ, որ այդպես հարցակվեն, ոհմակով հարցակվեն մարդու վրա, որի միակ գործը եղել է զուտ ցույց տալ այն խախտումները կամ այն ենթադրյալ չարաշահումները, առերևույթ երևացող չարաշահումները, որոնք ուղղակիորեն հանրային միջոցների մսխման պատճառ են, ոչ միայն հանրային միջոցների մսխման, այլև թերևս որոշ մարդկանց գրպանները լցնելու պատճառ կամ միջոց։ Եվ ինչ է հաջորդել դրան, հաջորդել է հեռախոսային հայոյանք և երկրորդ փուլով արդեն բռնության կիրառում, ուժի կիրառում, ծեծել, ջարդել հրապարակային իմաստով, մարդուն հասցնել հիվանդանոցի աստիճանի։ Սա այսօրվա իշխանավորների դեմքն է։ Եվ այդ բոլորը պատճառաբան էլ ինչով։ Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը վերագրել աշխարհաքաղաքական զարգացումների, վերագրել նրան, որ այս մարդը, այս հայտնի դարձած անհայտնությունը ինչ-որ ժամանակ գնացել է Բուչա, երևի ինչ-որ տրամադրություններ ունի, ներկայացնում է ինչ-որ կուսակցություն, որը եվրոպական բարձր արժեքների հետևորդ է, պարզում է, որ այդ նույն Եվրոպան այս մարդկանց աչքին այլ կերպով է ներկայանում, այլ տեսակով ու որակով, նրանք ինչպես կենցաղի մեջ, այդպես էլ
իրենց պաշտոնավարմամբ որդեգրել են այլ արժեքներ, որոնք պարզապես շղարշել են այսպես կոչված եվրոպականով, այսինքն ինչպես ժողովուրդն ասում է, իրենք իրենց եվրո ռեմոնտ են արել, այսպես եք ներկայանում դուք, և սա դարձել ստախոսության, խաբեբայության, կեղծիքի բարձրագույն ցուցիչն ու դրսևորումն է։